Լի հայրենակիցներ Նիկոլան Հողը այսօր ազգային ժողովում ուղղակիորեն ցույց տվեց, որ ինքը արդեն արհամարած ունի ողջ հանրությանը եւ հանրության կարծիքը, որովհետեւ այլ կերպ չեմ կարող մեկնաբանել իր այսօրվա վարքագիծը ազգային ժողովում կապված իր կողմից իբր թե հրապարակված գաղտնի կամ չհրապարակված իբր թե մինչև հիմա Արցախյան բանակցային գործընթացի վերաբերյալ փաստաթղթերի պահով եւ իր բերած ուրեմն մեջբերումները կամ իր պատասխանները այդ փաստաթղթերում արկա ուրեմն տեղեկությունների վերաբերյալ ուղղակի ապշեցուցիչ էին։ Օրինակ, ես ուղղակի զարմացա, երբ անձը, ով զբաղեցնում է 7.5 տարի Հայաստանի վարչապետի պաշտոնը, ուղղակիորեն հայտարարեց, որ համանախագահներին ասեցի, ուրեմն այստեղ լիքը փաստաթղթեր կան, նկատի ունի Արցախյան բանակցային գործընթացի հետ, դրանց սեղմագրերը ո՞րն է։ Հասկանում եք, այսպիսի հակադիվանագիտական, հակաքաղաքական հայտարարություն իրեն կարող է թույլ տալ միայն տգետը։ Ասենք, եթե մարդը չի հասկանում, գոնե լինելով նոր ղեկավար, հրավիրում է նախկին արտգործնախարարներին կամ նախկին պաշտոնյաներին, ծանոթանում է դրանց հետ, ծանոթանում է ամբողջ գործընթացի հետ։ Այդ մեկ, երկրորդը փորձեց ազգային ժողովում հայտարարել, որ 19 թվականի առաջարկները, որոնք արվել են Մինսկի խմբի համանախագահների կողմից, իրեն չեն արվել։ Դա նախկինների բանակցության արդյունքն է։ Հիմա հարց 2018 թվականի մայիս ամսից Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը մինչև 2019 թվականի հուլիս ամիսը ինչով է զբաղվել։ Այն պարագայում, երբ որ մենք բոլորս հարգելի հայրենակիցներ շատ լավ հիշում ենք, թե ինչպես 2019 թվականի ուրեմն ապրիլ ամսին, ապրիլի սկզբին 6-ներ, ինչքան հիշում եմ, ազգային ժողովի կուլիսներում պատասխանելով լրագրողների հարցերին հայտարարեց, որ ինքը Արցախյան բանակցային գործընթացի վերաբերյալ ոչինչ չի ժառանգել եւ ինքը ամեն ինչ սկսում է իր սեփական կետից։ Իսկ մեկ ամիս անց պատասխանելով ազգային ժողովի падգամավորներից մեկի հարցին, թե ինչ եք բանակցում, ասեց, ինչ ուզում ենք, այն էլ բանակցում ենք։ Սա Նիկոլան Հողը դիտավորյալ է անում, հարգելի հայրենակիցներ։ Եթե նույնիսկ Մինսկի խմբի համանախագահները ինչ-որ ձևաչափով են դիմել Հայաստանի իշխանություններին, ինքը պետք է պարտադիր պատասխաներ եւ հիմա խնդիրը հետեւյալն է. ինչ պատասխան է տվել Նիկոլան Հողը Մինսկի խմբի համանախագահներին։ Կապված 19 թվականի առաջարկներում տեղ գտած այն թեզի հետ, որ Արցախի կարգավիճակը պետք է ուրեմն վերջնական ճշգրտվեր հանրաքվեի միջոցով։ Հարգելի հայրենակիցներ, Նիկոլան Հողը այստեղ ամենամեծ կեղծիքն ու սուտն է խոսում եւ ամենամեծ կեղծիքն է իրականացնում։ Ինքը համոզված է, որ ցեզանից շատ շատերը քաղաքականապես կամ տեղեկատվության առումով անգրագետ եք եւ տեղյակ չեք ոչ մի բանից, դրա համար ձեզ խափում էր։ Ուրեմն ինչ է առաջարկվել թե մադրիդյան սկզբունքներով եւ թե 19 թվականի հունիսին Նիկոլի կողմից չես հասկանում մերժվել է թե չի մերժվել այդ առաջարկների պահով, որտեղ տեղ է գտած Արցախի կարգավիճակի ապագայի հարցը։ Ես չեմ մանրամասնի, որ այնտեղ շատ պարզ գրված է, որ Հայաստանը նախնական 5 շրջանն է Ադրբեջանին տալիս, որից հետո բոլոր կոմունիկացիաները բացվում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, հաստատում են նորմալ բարիտրացիական կամ դիվանագիտական հարաբերություններ, այսպես ասած։ Ուրեմն Արցախահայությունը ստանում է միջանկյալ կարգավիճակ, պետք է տեղափոխվեն խաղաղապահ ուժեր, այդ 5 շրջաններում որևիցե ադրբեջանցի ասկյարի ոտ պետք է չմտներ։ Քարվաճառը եւ Պեշտձորը, այսինքն Քելբաջարը եւ Լաչինը մնում էին Հայաստանի վերահսկողության տակ եւ այլ ուրեմն կոնկրետ փաստեր կան արձանագրված վերջին առաջարկներում։ Այստեղ նաև գրված է, որ Արցախի ապագա կարգավիճակը պետք է որոշվի Արցախի բնակչության կողմից։ Այսօր ես զարմանալիորեն իմացա, որ ըստ կապիտուլյանտ Նիկոլան Հողի Արցախի բնակչությունը ասելով ինքը նկատի ունի ողջ Ադրբեջանը։ Հարգելի հայրենակիցներ, Արցախի բնակչությունը դա այն մարդիկ են, ովքեր 1989 թվականի մարտահամարի տվյալներով ապրել են
Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում։ Եվ ըստ ծրագրի հանրաքվեն պետք է տեղ ունենար հենց այդ տրամաբանության մեջ, որ Արցախի բնակչություն ասելով Մինսկի խմբի համանախագահները նկատի ունեին այն մարդկանց, ովքեր ապրել են եւ ապրում են Արցախի հանրապետությունում, այսինքն գոնե նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում։ Այդ շանգլուխը հենց այստեղ է թաքնված։ Նիկոլ Անհողը փորձում է ձեզ, հարգելի հայրենակիցներ, խաբել ու այն մեկնաբանությունը տալ, որ այդ պարագայում հանրաքվեի մասնակցած ուրեմն մարդկանց մեծ մասը կողմ կքվեարկեր Ադրբեջանի մաս կազմելուն, որովհետև իբր թե ադրբեջանցիներ շատ էին, այստեղ Նիկոլը ստում է, հարգելի հայրենակիցներ, 1989 թվականի մարտահամարի տվյալներով Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի բնակչության 76%-ը եղել են հայեր, 22%-ը եղել են ադրբեջանցիներ, 2%-ը եղել են այլազգիներ։ Միայն տարական տականք եւ հիվանդ, հոգեկան հիվանդը կարող է պատկերացնել, որ 76% հայերի, ասենք, ինչ որ մի մասը դեմ է քվեարկելու Արցախի անկախությանը Ադրբեջանից եւ մեխանիկորեն այդ պարագայում Արցախը կմնար Ադրբեջանի մեջ։ Նիկոլ Անհողը, հարգելի հայրենակիցներ, ցես խափում է, չկա նման բան։ Ադրբեջանի տարածքում չպետք է տեղի ունենար հանրաքվե։ 7 միլիոնանոց կամ 10 միլիոնանոց Ադրբեջանը չպետք է քվեարկեր, թե Արցախը անկախանալու է, թե ոչ։ Դա սուտ է, Նիկոլ Անհողը ստում է։ Երկրորդը, հարգելի հայրենակիցներ, դուք ցես մի հատ հարց տվեք։ Եթե դա այդպես է, Ադրբեջանը ինչի պետք է հարձակվեր Արցախի վրա։ Ադրբեջանցիները հիմար են, որ միլիարդավոր դոլարների զենք օգտագործեին, որոնց մի մասը ոչնչացվել է, հազարավոր զոհեր ունենային ինչպես մենք։ Հարգելի հայրենակիցներ, այդ Նիկոլի ասածով հանրաքվե կանեն, Արցախի իրենցով կանեն եւ ամեն ինչ կվերջանար։ Ադրբեջանցիները ինչի հարձակվեցին Արցախի վրա, որովհետեւ ադրբեջանցիները շատ լավ հասկանում էին, որ հանրաքվեի արդյունքում իրանք կկորցնեն Արցախը, իսկ հանրաքվեի արդյունքները պարտադիր էին իրենց համար։ Իսկ ադրբեջանցիներին էլ ընդգրկել էին մասնակցելու այդ հանրաքվեին, որպեսզի հանրաքվեն լինի լեգիտիմ, որ Արցախի անկախության հանրաքվեին մասնակցել են նաև այն մարդիկ, ովքեր ապրել են Արցախում։ Սա է խնդիրը, հարգելի հայրենակիցներ։ Նիկոլ Անհողը ձեզ ստում է, կրկնում եմ, մի հատ էլ։ Եթե դա Ադրբեջանին իօգուտ էր, ադրբեջանցիները ինչի պետք է չընդունեին այդ առաջարկը։ Հանրաքվեով կվերցնեին Արցախը, հայերն էլ դուրս կանեին այնտեղից։ Խնդիրը հենց նրանում է, որ սա պրոհայկական եղել, իսկ Նիկոլ այսօր ազգային ժողովի անդունից կրկին ստեց։ Ուրեմն հաջորդը ինչին եմ ուզում անդրադառնալ, ասում է 19 թվականի առաջարկները ինչ են եղել, նախկիներն են եղել, ես դրան չեմ պատասխանում։ Սա աբսուրդի ժանրից է, էլ ուրիշ ձև չկա այստեղ պատասխանելու։ Ասում է Քիվեստի վերաբերյալ փաստաթղթերը չունենք։ Չեմ հավատում սրան, որովհետև հարգելի հայրենակիցներ, Քիվեստի պաշտոնական փաստաթղթերը եթե բացահայտվի, Նիկոլը կխայտարակվի, որտեղ ինքը մինչև հիմա ինչ ստեր ասես հնարել է։ Լավ, ենթադրենք չունի։ 7.5 տարի Հայաստանի Հանրապետությունը չէր կարող պաշտոնապես դիմեր ԱՄՆ կառավարության կամ նույն Մինսկի խմբի համանախագահությանը, որովհետև Քիվեստի կներեք փաստաթղթերը նաև այնտեղ կային։ Լավ, Մինսկի խմբի չի դիմե Ամերիկայի կառավարությանը, մակունցը չէր կարող դիմել, խնդրել, որ մի հատ տրամադրեք այդ փաստաթղթերի օրիգինալները կամ նրանց պատճենները մեզ, մենք կամ օրիգինալից պատճեն անենք կամ դուք պատճենները մեզ տրամադրեք։ Հասկանում եք, չէ՞, այս մարդը ինչ է ասում։ Գումարած դրան։ Ասում է բաները չկա, փաստաթղթերը չկա, ուշադիր, հարգելի հայրենակիցներ։ Ասում է Քիվեստի վերաբերյալ ինձ տված թղթերը 2008 թվականին, որ Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբից են տվել, եւ Ազատություն ռադիոկայանի ռեպորտաժը բավարար է։ Հասկանում եք, չէ՞, սա Հայաստանի Հանրապետության վարչապետն է խոսում։ Հարգելի հայրենակիցներ, սա պաշտոնական փաստաթղթերը
չի տարբերում լրատվամիջոցներում հրապարակված տվյալներից, որոնք պաշտոնական տեղեկություններ չեն։ Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբը չի կարող 100%-ով այնպիսի փաստաթղթեր տրամադրել, որ դրանք լինեն պաշտոնական։ Ազատություն ռադիոկայանը չի կարող պաշտոնական լինել, որտեղ ինքը ընդամենը Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության կողմից հովանավորվող լրատվամիջոց է, որը ունի իր քաղաքական գիծը եւ շատ դեպքերում այդ գիծը հակասում է Հայաստանի Հանրապետության շահերին։ Ինքը արտասահմանյան գործակալ է։ Եթե մենք նորմալ երկիր լինենք, Ազատություն ռադիոկայանի կամ այլ լրատվամիջոցների վերևում պարտադիր կգրվեր արտասահմանյան գործակալ։ Ինչպես ասենք անում են Վրաստանում, ինչպես անում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ եվրոպական շատ այլ երկրներում։ Հասկանում եք, հարգելի հայրենակիցներ, այս մարդը համոզված է, որ մենք այնքան անգրագետ ենք, որ մեր միջի անգրագետ եւ տգետ մասան այնքան մեծ է, որ իր այս ապուշություններին չեն արձագանքելու։ Հարգելի հայրենակիցներ, Նիկոլան Հողը, կրկնում եմ, դիտավորյալ է մերժել 19 թվականի առաջարկները եւ դրանից ուղիղ մեկ ամիս անց 2019 թվականի օգոստոսի 6-ին Ստեփանակերտի վերածննդի հրապարակում դիտավորյալ ճղճղացել է Արցախը, Ադրբեջանը եւ վերջ, որպեսզի լեգիտիմացնի Ադրբեջանի ապագա ագրեսիան Արցախի նկատմամբ։ Ինքը այսօր դա պարզ ասեց. Արցախը դա թոք էր գծած Հայաստանի վզին։ Բաներ, նաեւ կապկան ռուսերեն ասած։ Մենք, այսպես ասած, կապկանի մեջ ենք, նույնն էլ Ադրբեջանը։ Ինքը ասել էր թոք, այսօր էլ ասեց մենք այդ բանի մեջ ենք, կապկանի մեջ ենք։ Կներեք, որ ռուսերենն եմ ասում այդ բառի։ Ադրբեջանն էլ էր դրա մեջ։ Եվ ինքը Արցախը Ադրբեջանին հանձնելով եւ մեզ է իբր թե ազատագրել դրանից եւ Ադրբեջանին այն պարագայում, երբ որ այսօր ինքը ասում էր, որ Արցախի ապագան միևնույն է պետք է Ադրբեջանի կազմում լիներ, որը սուտ է եւ կեղծիկ, հարգելի հայրենակիցներ, նման բան չի եղել ու չկա։ Նիկոլը ինչպես միշտ ստում է։